Եթերում Քյավառ հեռուստաընկերության Գեղամա օրլրատվականն է, այսօր 24 հունիսի օրը երեքշաբթի, բարի երեկո։ Գենդերային և ընտանեկան բռնությունների կանխարգելմանն ուղղված ակադեմիաների շարքը շարունակվել է դատավորների վերապատրաստմամբ։ Դրանք միջազգային փորձագետների հետ քննարկել են խնդրի իրավական, հասարակական, հոգեբանական կողմերը, ուսումնասիրել են միջազգային փորձը, նախանշել զոհակենտրոն մոտեցումները։ Գենդերային բռնության դեմ պայքարի միջազգային փորձն են ուսումնասիրում հայ դատավորները։ Բաց սահմաններ խաղաղության, ժողովրդավարության և զարգացման ինստիտուտի կողմից իրականացվող գենդերային արդարադատության հերթական ակադեմիան նվիրված է դատավորների որպես դեպքերի հետ առնչվող վերջին օղակի խնդիրներին և մարտահրավերներին։ Դատավորների դասընթացը հենց ձևավորվել է դատավորների առաջարկությունների հիման վրա, նրանք ինչ խնդիրներ են տեսնում եւ ինչ լուծումներ են ցանկանում տեսնել ապագայում։ Շատ կարեւոր է նաեւ իրենց հետ կազմակերպել նման դասընթացներ, որպեսզի հասկանանք Հայաստանում ինչ խնդիրներ ունենք։ Ընտանեկան բռնության դեմ պայքարի նիդերլանդական փորձն է ներկայացնում հայ ազգի դատախազ Տիգրան Սարյանը։ Արդեն 40 տարի գենդերային բռնության դեմ պայքարող այդ երկրում տարեկան դեռ 40-ից 50 մահվան դեպք է արձանագրվում։ Նրա խոսքով խնդիրն առկա է ամենուր, իսկ լուծման համար անհրաժեշտ են ժամանակ, գիտելիքներ և հստակ մոտեցումներ։ Որպես դեպքերին առնչվող վերջին օղակ, դատավորները հաճախ բախվում են ոչ բավարար փաստեր ունենալու խնդրին։ Սա խոսում է այն մասին, որ դեպքերը քննող առաջին օղակների աշխատանքը լիարժեք չի եղել։ Ոլորտի բոլոր մասնագետները պետք է կրթվեն, խնդիրը խորությամբ հասկանալու և դրա մասին բարձրաձայնելու համար։ Գենդերային արդարադատության ակադեմիաներն իրականացվում են Նիդերլանդների թագավորության աջակցությամբ։ Ծրագիրն ուղղված է բռնությունների դեպքերին և զոհերին առնչվող պետական մարմինների և շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչների մասնագիտական հզորացմանը։ Մենք հաջողությամբ իրականացնեցինք 100 ոստիկանների վերապատրաստում, 50 դատախազների, ունեցանք հասարակական կազմակերպությունների և լրագրողների հետ վերապատրաստումներ, այսօր մեզ մոտ դատավորների խումբն է։ Մենք մեծական կալիքներ ունենք, որովհետև ցավոք սրտի խնդիրը առկա է, հատկապես մարզերում։ Եվ մենք կարծում ենք, որ մեր ծրագրի արդյունքում մեր հարգելի դատավորները, դատախազները իրանք կտեսնեն արդեն ինչ է կատարվում և կկարողանան խնդիրին ավելի իրազեկ լուծում տալ։ Ակադեմիայի մասնակից դատավորները ներկայացնում են նաև իրենց փորձը, բարձրացնում ընտանեկան բռնությունների դեմ պայքարի իրավական մեխանիզմների կատարելագործմանն առնչվող հարցեր, հանդես գալիս առաջարկություններով։ Անահիտ Կարյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։ Հունիսի 21-ին և 22-ին Գավառ քաղաքում անցկացվեց արհեստների միջազգային 4-րդ փառատոնը։ Փառատոնն ուղեկցվեց ձեռքի աշխատանքների, ուտեստների ցուցադրություններով, վարպետաց դասերով, մշակութային ներկայացումներով։ Փառատոնը կրում էր «Երիտասարդները ստեղծում են համը, խոհարարություն և արհեստներ» խորագիրը։ Երիտասարդները ստեղծում են համը, խոհարարություն և արհեստներ խորագրի ներքո Գավառ քաղաքում անցկացվում է արհեստների միջազգային 4-րդ փառատոնը։ Գավառի կենտրոնական հրապարակը վերածվել է արհեստների, խոհարարության և մշակութային գունաբնակի։ Հայաստանի և արտերկրի արհեստավոր վարպետները, մշակութային խմբերն ու խոհարարները, Գեղարքունիքի մարզի մշակութային հաստատություններն ու տնտեսվարողները առանձին տաղավարներով ներկայանում են ձեռագործ աշխատանքներով և տեղական արտադրանքով։ Ցուցահանդես վաճառքին զուգահեռ իրականացվում է նաև վարպետաց դասեր։ Գավառի ընտրությունը կապված էր հենց նրանով առհասարակ մարզի, որ Գավառը հարուստ է շատ հետաքրքիր խոհարարական ավանդույթով եւ բացի այդ այստեղ հատկապես շատ ակտիվ են երիտասարդ բազմաթիվ կազմակերպություններ, որոնք մեծ գործունեություն են ծավալում ոչ ընդհանրական մշակութային ժառանգության նաեւ ոլորտում։ Շատ ուրախ է ստեղ, հետաքրքիր մթնոլորտ է, մեր հին ընկերներին տեսանք, շփվեցինք և նոր ծանոթություններ ենք ձեռք բերում։ Փառատոնն իրականացվեց Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի կողմից Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Սա մեր շարունակական քաղաքականությունն է, որը ուղղված է ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակմանը եւ այդ իմաստով նաեւ շատ կարեւորում եմ, որ փառատոնը միջազգային է, այսինքն այստեղ ոչ միայն հայաստանցի վարպետներ են, այլ նաեւ այլ երկրներից ժամանած, որը ցույց է տալիս նաեւ, որ այս ուրեմն ոչ նյութական մշակութային ժառանգությունը մեզ համընդհանուր արժեքների դաշտ է տանում, որոնք մենք կիսում ենք միասին։ Յուրաքանչյուր տարի ընտրվում է որևէ համայնք, որևէ մարզ։ Մեր առաջին փառատոնը Գյումրիում էր, այնուհետև Դիլիջանում, Արենիում։ Այստեղ ներկայացված է մոտ 70 վարպետ, ինչպես նաև վարպետներ արտերկրից 7 երկիր է ներկայացված եւ բնականաբար ամենահարուստ հատվածներից մեկը հենց խոհարարական հատվածն է, որտեղ այցելուները հնարավորություն ունեն համտեսելու ամենահամեղը։ Я пришла из Эстонии. Ես եկել եմ Էստոնիայից, տպավորություններս աննկարագրելի են։ Ներկայացնում եմ 19-րդ դարի էստոնական փայտագործության նմուշներ, պատմում եմ ինչպես են պատրաստվում եւ ինչու են դրանք մեզ համար կարեւոր։ Почему мы делали? Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը եւ Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը ծանոթանում են հյուրերին ու ցուցադրություններին, մասնակցում հանդես մրցույթներին, պարգևատրում լավագույններին։ Երևանից եմ եկել, հասել Գավառ, մոտեցել եմ բոլոր տաղավարներին, մեկը մեկից համով, եթե ուզում եք համով բաներ ուտել, համեցեք Գավառ։ Սա նաև տնտեսական զարգացման հնարավորություն է ստեղծում, որովհետև քաղաքում 2 օր աշխուժություն է բոլոր ենթակառուցվածքներում, սկսած հյուրատնային ծառայություններից, սննդի ծառայություններ, խոհանոց եւ նաև մեր այցելու զբոսաշրջիկները, մշակույթի գործիչները, արվեստագետները հնարավորություն կունենան վայելելու քաղաքի մեր ավանդական ուտեստները, ինչը նաև մեր քաղաքի այցեքարտն է։ Հայկական ոչ նյութական արժեքների վերհանումը, մեր առօրյայի մաս դարձնելը եւ սերունդներին դրանք փոխանցելը որպես փառատոնի գերակա գաղափար 2 օրերի ընթացքում դրսևորվում է ելույթներով, թաղիքի գորգի պատրաստմամբ հայ եւ օտարազգի վարպետների ձեռագործ աշխատանքների ցուցահանդես վաճառքով, ավանդական ուտեստների պատրաստմամբ եւ ներկայացմամբ, լարախաղացի ելույթով, ավանդական երգուպարով, ավանդական խաղերով, թանգարանային ցուցադրություններով, վարպետության դասերով եւ ազգագրական, էթնիկ, հին ու մոռացված երգերը վերհանված երաժշտական խմբերի համերգներով։ Ալվարդ Մանուկյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։ Քյավառ հեռուստաընկերության Գեղամաօր լրատվականի այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Ես հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում ամենայն բարիք։